Իրադարձությունները եւ հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Եվրոպական միության կողմից ողջունվել են եւ մենք մեր պատրաստականությունն ունենք հայտնել բոլոր հանդիպումների ժամանակ եւ բոլոր հրապարակային միջոցառումների ժամանակ այդ օրիվանից ի վեր պատրաստականություն ենք հայտնել աջակցելու այդ նախաձեռնություններին եւ կապակցվածությանն այս մարզում մենք ուստի պատրաստ ենք մեր գործիքները կիրառել ներդնել եւ ոչ միայն ձեր նշած նախագծի շրջանակում, այլ նաեւ ամբողջ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրոպական միության կողմից 2 տարի առաջ դրա հայտարարումից ի վեր։ Այդ պայծ սկսած Եվրոպական միությունը մշտապես է հետևողականորեն աջակցում է խաղաղությանն այս տարածաշրջանում եւ մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է, շատ մանրամասներ իհարկե դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք որպես հուսալի գործընկեր Հայաստանի, հայ ժողովրդի, Հայաստանի կառավարության սատարելու համար ձեզ այս գործընթացում։ Ինչ վերաբերում է 2.6 կամ 2.5 միլիարդ 10%-ին, դա իսկապես շատ կարևոր հանձնառություն է, որը մենք ստանձնել ենք 2021 թվականից սկսած ժամանակահատվածում, թերևս կհիշեք նաև, որ եղավ գագաթնաժողով, որը տեղի ունեցավ առաջնորդների հանդիպում, որը տեղի ունեցավ հուլիսի կեսին, վարչապետ Փաշինյանը այցելեց Բրյուսել, հանդիպեց նախագահ ֆոն դեր Լայեն, նախագահ Կոստային եւ մենք հայտարարել ենք այդ հանդիպման ընթացքում, որ ներդրումները, որոնք ընթացքի մեջ են, հասնելու են 2.5 միլիարդ եվրոյի եւ դրանք նախագծեր են, որոնք կամ արդեն իսկ իրագործված են կամ նախապատրաստական փուլում են, օրինակ Սիսիանից Քաջարան Մայրուղին տունելի հետ միասին այդ նախաձեռնության մաս է։ Դրանք բոլորը ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեից, վարկերի տեսքով նաև, որոնք եվրոպական, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցնում, ինչպես նաև այլ գործընկերները Թիմ Եվրոպա համատեքստում Սյունիք նախաձեռնությունն է, որը մենք ներկայացնում ենք ձեզ այսօր եւ վաղը, հենց այդ մեծ ջանքի գործընթացի մաս է, որը արվում է, բայց դուք նաև կտեսնեք այս 2.5 միլիարդի մեջ կա նաև կանաչ Երևան նախաձեռնությունը, 87 ավտոբուսները, որոնք մենք օգնել են ֆինանսավորել այնտեղ ավելի քան 50 մանկապարտեզներ Երևանը, որոնք վերանորոգվել են, ինչպես նաև ներդրումները որոնց նպատակն է բարելավել էլեկտրաէներգիայի հաղորդալարերը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որը շատ կարեւոր է բացելու համար էլեկտրաէներգիայի շուկան Հայաստանի եւ տալու նաեւ որպեսզի ավելի կանաչ էներգետիկայի նախաձեռնություններ եւ ներդրումներ լինեն երկրում։ Հայաստանը շատ մեծ ներուժ ունի, օրինակ արևային ֆոտովոլտաիկ վահանակների արտադրություն, միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության եւ ամբողջ տարածաշրջանի բացումը, որը խաղաղության ներկայիս կոնցենտրացիայի շրջանակում հուսամ տեղի կունենա, բազմաթիվ նոր հնարավորություններ կընձեռի եւ դրանք միայն հնարավորություններ չեն բիզնեսի համար, դրանք հնարավորություններ են հայ ժողովրդի համար, տնտեսության համար Հայաստանի, ինչպես նաեւ ավելի որակյալ աշխատատեղեր ստեղծելու համար հայ աշխատողների, Հայաստանի քաղաքացիների համար։ Ուստի մեր գործընկերության մասը մենք այստեղ չենք որպեսզի զուտ միայն աջակցություն ցուցաբերենք, մենք տեսնենք, որ ուսուսի տված ձեր կողքին կանգնենք, որպեսզի օգնենք Հայաստանին, տանելով ավելի դիմակայուն, ավելի անկախ, ավելի ինքնիշխան եւ ես կուզեի նաեւ նշել մեր Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում, որը դեռ այստեղ է, որը մեծ աջակցություն է ցուցաբերել ի վկայություն նրա, որ Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղության եւ հարաբերությունների նորմալացմանը եւ դա եւս իր հերթին վկայում է Եվրամիության, Եվրոպական ժողովրդի Հայաստանի հանդեպ ամենաշխության մասին։